9-րդ դասարանից հետո սպիտակ խալաթ հագնել ցանկացողները բժշկական համալսարանի քոլեջում են։ Դիմորդները ճշտում են ընդունելության մանրամասները, ծանոթանում մասնագիտություններին։ Մեր քոլեջում ակադեմիական մթնոլորտը հնարավորություն է տալիս ուսանողին կրթվել ոչ միայն որպես մասնագետ, այլ նաև մարդ։ Մեր առաջի կուրսում մի դասախոս ասաց, որ երբ որ դուք նույնիսկ չսովորեք մենակ եկես դռներով ներս, արդեն շատ բան կփոխի։ Առաջի կուրսում թերահավատորեն, բայց հիմա արդեն լրիվ հասկանում եմ, որ ճիշտ էր ասում։ Բժշկականի քոլեջում ընդունելությունը կատարվում է մրցութային կարգով, նաև հաշվի են առնվում դպրոցի ավարտական գնահատականները։ Քիմիայի գնահատականն հաշվում արդեն դպրոցական ստացած տարեկան եւ հայոց լեզվի եւ ընդհանուր ավարտական ատեստատի միջին գնահատականին գումարվում է մեզ մոտ արդեն կենսաբանություն առարկայի ստացած քննության գնահատական եւ այդ ամբողջ հանրագումարով նոր ուսանողը ընդունվում է։ Բուժքույր բուժեղբայրից մինչև դեղագործներ։ Քոլեջում ուսուցանում են 7 մասնագիտություն, որոնցից 2-ը փորձարարական է։ Ուսանողները կարող են ներգրավել նաև քոլեջի տարբեր կրթամշակութային ծրագրերում։ Եվ բժշկական ուղղության ծրագրեր են կազմակերպում, օրինակ կա ստեղ փորձարարական վիրահատարան, բուժքույր մասնագիտության ուսանողներ կարող են գնալ այնտեղ եւ կենթանիների վրա կար դնել սովորեն։ Կա լիդեր զետմետ ծրագիր ուսանողական, որտեղ իրանք տարբեր кейսեր, բժշկական պատմության հաջողություններ կամ թերություններ են քննարկում եւ իհարկե ժամանցային ծրագրեր կա։ Ուսանողները գործնական հմտություններ ձեռք են բերում բժշկականի համալսարանական հիվանդանոցներում, ինչը հնարավորություն է տալիս ապագա բուժաշխատողներին կրթվելու տարիներից արդեն բացահայտել իրենց ընտրած մասնագիտության իրական կողմը։ Բժշկական համալսարանը ունի իր հիվանդանոցային համալիրները, դա Մուրացան համալսարանական հիվանդանոցն է, Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցը, նաև Միքայելյան համալսարանական հիվանդանոցը եւ ստոմատոլոգիական պոլիկլինիկաներ եւ դուրս է գալիս, որ հենց գործատուն բժշկական համալսարանն է եւ կրթություն իրականացնողն է բժշկական համալսարանը։ Դեպքում այդ կապը շատ ավելի պրակտիկ է, շատ ավելի արդյունավետ է ու ամենօրյա է։ Իդեպ քոլեջի բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողները հնարավորություն ունեն ընդունվելու բժշկական համալսարանի միանգամից երկրորդ կուրս։ Արամ Մանանդյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։